այլ բան ասեմ։ Ինչն է շատ։ Անիվի դեպքում կարծես այսպես հապաղում կա։ Հապաղումը, Ժողովուրդ ջան, հապաղում ամեն գործով կա։ Ամենաշատ հապաղումը Ռոբերտ Քոչյանի ունեցվածքի բռնագանցման գործով կա։ Բոլոր գործերով էլ կա հապաղում, իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, իրավապահ համակարգը հիմա չունի տաբու, քաղաքական տաբու առավել եւս չունի։ Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ, հա, գիտություն ընդունելով այն, որ իշխանության ներկայացուցիչները սադրանքի են գնացել ընդդիմության ասածներից հետո հայերեն եւ այլն, բայց այնուհանդերձ դա իմանալով գիտություն ընդունելով, չպետք է լինի քաղաքական պատասխանատվություն եւ օրինակ պատգամավոր Արսեն Թորոսյանը մանդատը վայր դնի Աժամբյոնից հայերեն քնչեցնելու համար։ Ես նորից պիտի ասեմ ձեզ, որ Արսեն Թորոսյանը մարդ է եւ Արսեն Թորոսյանը նույնական արձագանք է տվել, ասենց պրոյեկտել է նույնական Ժողովուրդ ջան, մի վարքյան։ Նույնական արձագանք է տվել, մի քանի աստիճան էլ ներքև։ Արդյոք դա լավ է, որ տենց քննարկում կա ու կամ որ առհասարակ բանը հասել է դրան, իհարկե լավ չի։ Արդյոք պետք է հանրությունից ներողություն խնդրել, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում, այո, միանշանակ ու ես ներողություն եմ խնդրում, բայց ես նաև մեր հանրությանը խնդրում եմ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք համբերատար կերպով փորձում ենք ամեն ինչ անել նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար, բայց շատ հաճախ, երբ փողոցային լինելը ու լպիրշությունը հասնում է որոշակի մակարդակի ու աստիճանի, այդ համբերության բաժակը կլցվում է։ Ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից դրա համար։ Ես պնդում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ համբերության բաժակի ծավալները ել ավելի մեծացնենք, որ ել ավելի դժվար լինի այդ համբերության բաժակը լցնելը, բայց միանշանակ ասում եմ Ժողովուրդ ջան, անհնար է, որ ցանկացած մարդ կարողանա այդ ամեն ինչին այնքան դիմանալ, ինչքան որ մենք։ Լևոն Քոչարյանն էլ էր մարդ եւ նրա պապուն թուրք էին ասում։ Դրա համար հիմա փաստորեն Չէ, կներեք, էլի մի վարքյան նյուանս կա ստեղ։ Հազար ներողություն ստեղ նյուանս կա, հեսա ձեր հարցին կգամ կողմջ։ Ստեղ մի հատ նյուանս կա, էլի հարգելի գործընկերներ։ Լևոն Քոչյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է մարդիկ ձեզ ասում են թուրք դավաճան անհայրենիքներ։ Իրան ոչ մեկ չի ընդհատում տեղի։ Դա ձեզ համար։ Արեգ ջան, քեզ էլ են շատ բան ասում, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Մարդիկ տարբերաբար տարբեր վիրավորանքներ են ասում, բոլորին ինչը շատ վատ է, ու դրա վերջը պետքա տալ։ Ասում է ազգային ժողովի ամբիոնից, ասում է ոչ մեկ իրան չի ընդհատում, ոչինչ չի անում, ոչ մի բան գլխին չի տալիս ու չի գոռում տեղից, չի ասում այ լակո։ Ասում են հաջորդը ելույթ կունենա Հակոբ Արշակյանը։ Հակոբ Արշակյանը գալիս է ելույթի, ասում է պարոն Քոչյան, մարդիկ ձեր հորը ասում են թուրք։ Այդ նույնական բանը պրոյեկտումը ուզում է ցույց տա, որ դա վատ է չի։ Դա վատ է։ Փորձում է ցույց տալ օրինակով, որ դա վատ է, չի կարելի գալ այդտեղ ազգային ժողովի ամբիոնից կրկնել։ Տեղից նույնական հասկանում եք, լրիվ նույնական բան է, նույնական իրավիճակ է, մեկին մեկ։ Մի քայլ ավել չի գնացել Հակոբ Արշակյանը։ Նույնական Դուք լուր է հրապարակվել ընտրություններից առաջ, որը լուր չի, հա։ Հայ իսկ այն մեկը բան չի, հա, տենց։ կոնկրետ ինֆորմացիա։ Դե ժողովուրդ լավ էլի գնահատականը, հա, օքեյ, հա, շատ լավ։ Եղավ գնահատականը։ Դե հիմա պատասխանեմ Նարեկին, հետո ասելու ինձ չեք ինձ է մեղադրելու Նարեկը, ժողովուրդ ջան, կներեք, ես չեմ ուզում Նարեկը ինձ մեղադրի։ Նարեկը լավ լրագրող է։ Ու այդ պահին տեղից, երբ որ նույնական պատասխանա տալի Հակոբ Արշակյանը, ինքը որոշում է տեղից, որ ինքը կարա ազգային ժողովի փոխնախագահին ասի լակոտ, եք կներեք հազար ներողություն ժողովուրդ ջան։ Այդ ով է տենց բան ասել առհասարակ որ կարա, չի կարա։ Այդ իրավիճակը լինում է տենց է դասավորվել այդ իրավիճակը։ Ուզում եմ մի անգամ է շեշտել, երբ որ ինքը ելույթ էր ունենում վերջին այդ վիրավորանքներով, մենք դրան տեղից չենք արձագանքել։ Չենք արձագանքել ոչ մի բառ դրեք զապիսը հետ տվեք նայեք ազգային ժողովին իստերի ոչ մի բառ չենք ասել բայց այստեղ մի նյուանս էլ կա ելույթում ախր ուրիշ բան ասում է ձեզ որ ասեն արդեն ասում են թուրք դավաճան արդեն համակերպվում եք ռեակցիա չեք տա այսինքն ինքը ուզում է որ այդ ռեակցիան լինի Փաշինյանն ասել էր թուրքը վիրավորական չի բան ժողովուրդ ջան թուրքը ու կամ առհասարակ ցանկացած ազգությունը որպես վիրավորանք օգտագործելը ամենալավ բանը չի մի ժողովրդի համար, որը ենթարկվել է ցեղասպանության։ Ամենալավ բանը չի, դուք ցեզ որպես լրագրող ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդան Թաթուլ Հակոբյանն էր սա գրել, էլի ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդանում իրար վիրավորելու համար օգտագործում են այ հայ բառը։ Դա նորմալ կլինի, ես նորմալ չի դա։ Այ հենց դրա համար է ասել վարչապետը, որ դա նորմալ չի։
Որովհետեւ օրինակ որտեղ վարչապետը եթե ասի, որ ես վիրավորվում եմ, որ ինձ ասում են թուրք, վաղն էլ օրինակ Թուրքիայի նախագահ բա որ կանգնի ասի, ես վիրավորվում եմ, երբ որ ինձ ասում են հայ։ Այդ ձեզ համար նորմալ կլինի։ Վարչապետը պետություն է ներկայացնում, ժողովուրդ ջան, ու վարչապետը իրան չի կարա թույլ տա այնպիսի բաներ, ինչպիսին կարան իրանց թույլ տան տարատեսակ աշխուժակներ ու մնացածներ։ Ու Հայաստանի Հանրապետության Ես նորից եմ ասում, առհասարակ ցանկացած ազգություն անուն օգտագործել որպես վիրավորանք, դա նորմալ մարդու անելու բան չի։ Նորմալ մարդը նմանատիպ բան չի կարող ուղղակի որպես այդպեսին անի։ Ներողություն, պարոն Ալեքսանյան, ճիշտ հասկացա, որ Արսեն Թորոսյանի կողմից մանդատը վայր դնելու հիմքեր չեք տեսնում։ Ոչ, ես չեմ տեսնում նմանատիպ հիմք։ Այսինքն Հայոյան քնչեցնելը նորմալ է։ Հայոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Հայոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի որդին, հուսով եմ իրան այդ հարցը կտա, կարծեք ինքը նորմալ համարում է թե չէ, ու պատրաստվում է մանդատը դնի թե չէ։ Վստահ եմ, անկեղծ չեմ կասկածում։ Եվ դուք էլ եք կարծում, որ վենդետա պետք է լինի։ Ինչ վենդետա։ Ինչ վենդետա։ Քաղաքական վենդետա։ Դե քաղաքական իրավական վենդետան դա ուրիշ եզրույթ է, վենդետան առանց այդ քաղաքական ու իրավական նախտիրների որպես այդպեսին շատ դե քաղաքական վենդետան այդ ելույթներն էին օրինակ, կարաք տենց համարեք, այդ ելույթները մեր ունեցած ելույթները քաղաքական վենդետա էին։ Իրավական վենդետան էլ առհասարակ տեղի ունեցող process-ն է, երբ որ $200 միլիոն գույքը հեսա ստիպված պետքա կուզեկոս կարողանում ենք, որ չկարողանայինք, այսքան չէին ակտիվանա, 500 հատ լրատվական չէին բացի, այդքան փող չէին թափի, որպեսզի կարողանային դրանից խուսափել, բայց չեն կարողանալու վերջի։ Ինչ եք անում այդ ենթադրյալ բացված լրատվամիջոցների։ Թողնում ենք, որպեսզի ազատ գործեն ու 30 Թորոսյան։ Ներողություն Ալեքսանյան։ Ինչ է նա այդ մամուլը այդ ձեր ասած այդ 500 լրատվամիջոցը գրում է որ սա օրինական է, ապօրինի չէ, եւ դուք կաշտկանվում եք իրավապահ համակարգ այդ հրապարակումներից կաշտկանվում։ Ընդհանրապես չի կաշտկանվում հազարատ լինի, եթե կա հիմքեր։ Բայց ես ասում թող չլինի, բա մենք այնքան ենք ասում թող լինի, որ լինում է ու 34-րդ տեղն է Հայաստանը մամուլի ազատությամբ։ Ու ընդհանրապես ոչ մեկ սահմանափակված չի, ինչ ուզում գրում են, ոնց ուզում գրում են մեծ հաշվով։ Վատա որ վիրավորանք ատելության խոսք բան են արտադրում, վատա ցանկացած կողմից էլի, ես կոնկրետ մի ուղղության վրա չասեմ, ցանկացած մամուլ եթե ատելության խոսք ու վիրավորանք ու մնացած արտադրում, դա շատ վատա, եթե լրագրողների նկատմամբ նույնն է լինում, շատ վատ է, երբ որ լրագրողների նկատմամբ վերբալ կամ ֆիզիկական բռնություն է լինում։ Դուք որ ասում եք 500 լրատվամիջոց են բացել, որ պաշտպանեն իրենց այդ։ Բայց այսինքն ինչով այդ 5-ը, թող 500 հատ Այսինքն հարցը տամ, այսինքն այդ 500 այսպես ասած բացված լրատվամիջոցները գրում են ոչ Քոչարյանի գույքը օրինական է եւ իրավապահ համակարգը դրանից կաշկանդվում է։ Շատ լավ հարց եք տալիս, ոչ իրավապահ համակարգը չի կաշկանդվում։ Դուք ինքներդ շատ լավ հասկանում եք, ես վստահ եմ, որ 500 հատ լրատվականը փորձում են հանրային ընկալում ձևավորել, որ Քոչարյանի 200 միլիոնի գույքը օրինական է։ Առավոտից իրիկու դրանով են զբաղվում, եթե նկատել եք, եթե չէ, ես չնայած ինչքան գիտեմ, դուք վատ լրատվականների կամ առնվազն տարատեսակ լրատվականների փորձում եք չհետևել, պարոն Կիրակոսյան, բայց այնուամենայնիվ ես գիտեմ, որ միանշանակ է, որ այդ լրատվականները այո առավոտից իրիկու լուսաբանում են, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները օրինակ շատ տաղանդավոր էին ու դրա համար օրինակ չգիտեմ, ունեն Տանզանիայում բուկմեկերական ընկերություն, Հայաստանում ունեն միլիարդավոր դրամների բան, տենց ինչ անունը։ Օրինակ երբ որ իրանք Ղարաբաղից գալիս էին Հայաստան, իրանք չունեին գոնե մի հատ Toyota Magnishi 90-ականների արտադրության մեքենա, բայց հիմա Toyota Երևանն ունեն։